Բարելույս գործար ալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ կարող եք մեզ դիտել նաեւ թվային հարթակներում, թարմ ուղեղով զրույցն ենք այս պահին սկսում, առաջին խոսափողի մոտ Արման Եղոյանն է, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր եւ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, բարև ձեզ պարոն Եղոյան։ Շնորհակալ եմ, որ դուք մեր տաղավարում եք այսօր։ Նիկոլ Փաշինյանը վերջերս ազգային ժողովում հարց-պատասխանի ժամանակ մի հայտարարություն արեց, որը կարծում եմ շատերի մոտ հարց է առաջացնում։ Նշում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար եւ նույն պայմաններով օգտվելու են եւ արտահանման եւ ներմուծման հնարավոր պայմաններ։ Սա ի՞նչ է նշանակում։ Իսատա մեջ բերում։ Հարցը հնչել հետևել ձև ա եղել, հարց հնչեց Արթուր Խաչատրյանի կողմից թրիփի մասին։ Այո։ Թրիփի մասին հարց հնչեց, քանի որ այն մուլտիմոդալ հաղորդակցության ուղին էր, ասեց իսկ բա հոսանքը ոնց ենք անելու, պիտի միանա, վարչապետը ասեց, բա իհարկե պիտի միանա, որ հոսանքը գնա եւ գա եւ ես ուղղակի նրանց համար ովքեր չգիտեն ասեմ, որ մեր հանրապետության էլեկտրական ցանցերը այսօր աշխատում են նույն հաճախության վրա, ինչ Իրանի էլեկտրական ցանցերը, այդպես է ստացվել երկար պատմություն է էներգետիկ ճգնաժամից սկսած եւ տարբեր են քան Վրաստանի էլեկտրական ցանցերը։ Վրաստանինն էլ աշխատում է նույն հաճախության վրա, ինչ ռուսական էլեկտրական ցանցերը։ Հետևաբար օրինակ մենք Վրաստանին հոսանք տալու համար մեր ցանցի մի մասը անջատում ենք, այն որ ասում են ռուբիլնիկ, այդ հիմա գործում է Վրաստանի հետ։ Անջատում ենք բառի բուն իմաստով։ Շատ տեխնիկական ներբությունները չեմ կարող հիմա ասել։ Հոսանքը ուղարկում ենք Վրաստան, հետո հետ ենք միացնում մեր ցանցին հետ։ Եթե իրանք են ուզում մեզ հոսանք տան, իրանք են իրանց հանրապետության մի մասը էլի ռուբիլնիկով անջատում հոսանքը, ոնց որ մի բաժակից լցնես մյուս բաժակի մեջ, հետո տեղը դնես, էլի կոպիտ ասած։ Այդպես է աշխատում։ Ադրբեջանի ցանցերը փոքրինչ այլ ձև են աշխատում, այնտեղ փոքր կայաններով են իրանք աշխատում, կարծեմ նավթային գեներատորներ են, թե ինչեր են, որը կարծեմ էլի ուրիշ հաճախության վրա է, այսինքն այնտեղ միանալու համար մենք էլի կարիք կունենանք կամ ինվերտորի կամ էլի այդ ռուբիլնիկով անջատել միացնելու սխեմային, էսա, բայց ի՞նչն է այդտեղ խնդիրը, էլի չեմ ես բանը չհասկացա, նյարդը որն է։ Ցանցա էլի, ցանցա ոնց որ ճանապարհը պետք է գնա ցանցը։ Բայց շատ կարևոր է, չէ՞ դա այդ ցանցը ում հետ է աշխատում։ Վրաստանի հետ այլ դեպք է։ Վրաստանի հետ մենք Ինչն է կարևոր, ինչը ում հետ է։ Մեր ցանցը, Վրաստանի եւ Ադրբեջանի միջև։ Վրաստանի եւ Ադրբեջանի միջև տարբերություն տեսնում եմ։ Հայաստանից Ադրբեջան հոսանք գնալու եւ Հայաստանից Վրաստան հոսանք գնալու միջև տարբերություն չեմ տեսնում։ Ինձ բացատրեք ինչ է տեղի ունենալու, արդյոք մենք որևէ տիպի կախվածություն ստանալու են կամ ունենալու են կամ Ադրբեջանն է որոշակի կախվածության մեջ մնալու։ Չէ՞ դե հասկանանք, էլի ինչ է տեղի ունենալու։ Ցանց հոսանքը ինչ որ տեխնիկական ձևով օրինակը հենց բերենք Հայաստանի Ադրբեջանի դեպքում եք։ Հենց այդ դեպքով հասկանանք ինչ է։ Կոնկրետ թրիփի դեպքում պետք է այնպեսի ենթակառուցված լինի, որ օրինակ հոսանքը կարողանա Բաքվից գա եւ գնա օրինակ բան Սոֆիա։ Հիմա ինչ կարևոր է տեխնիկական լուծումը տեղ։ Ինչն է հարցը։ Վատա։ Այսինքն այդ նույն հարցը ինչի՞ չեք տալիս երկաթգծի մասով, ինչի՞ չեք ասում երկաթգիծը լինելու է նույն լայնության, ինչ ադրբեջանական երկաթգիծն է, թե նույն լայնության, ինչ Փարիզի երկաթգիծն է։ Հարցի նյարդը էլի ես չեմ հասկանում։ Նա իրանց ցանցն է, սա մեր ցանցն է։ Այդ ցանցից կապակցվածությունը խնդիրներ չի առաջացնի։ Բավարար փոխկապակցված չլինի։ Ոնց պետք է հոսանքը գա գնա։ Հոսանքը ոնց պետք է գա, այսինքն չանենք, դա չլինի։ Ես նման բան ասեցի։ Դա է ենթադրվում։ Ես հարցնում եմ ինչա տեղի ունենալու, դուք ներկայացնեք մեզ ինչա տեղի ունենալու, ընդհանրապես դա է։ Պետք է տեղի ունենա տարածաշրջանային ապաշրջափակում, բոլոր ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն, ասֆալտի վրայով ավտոները պետք է գան եւ գնան, երկաթգծի վրայով երկաթ բանը գնացքը պիտի գա եւ գնա, նավթամուղի միջով նավթը պիտի գա եւ գնա, գազամուղի միջով գազը պիտի գա եւ գնա, հոսանքի լարի միջով էլ հոսանքը պիտի գա եւ գնա։ Հիմա եթե ասում եք կախվածություն, ուրեմն դա փոխկախվածություն է լինում։ Հիմա մենք կախված ենք Իրանից, օրինակ։ Հիմա Իրանի հետ մեր ցանցերը գործում են նույն հաճախության վրա, ընդ որում դա փոխելը շատ հեշտ բան չի, էլի։ Այլ ցանցի միանալու համար մեզ պետք է ինվերտոր, որը բավականին թանկ է։ Օրինակ Վրաստանի հետ ինվերտոր կառուցելու համար, գիտեք, այնտեղ
գերմանական ֆոնդերն են ֆինանսավորում, խոսքը մոտավորապես 350 միլիոն դոլարի մասին է։ Այսինքն մենք հիմա ես ուրիշ բան ասեմ, մենք ունենք հոսանքի ավելցուկ, դուք գիտեք։ Այո։ Մենք ունենք հոսանքի ավելցուկ եւ մեր ցանցերը այլևս չեն կարողանում տանել այդ ավել հոսանքը, այն պետքա ինչ որտեղ դուրս տան, որտեղ ոնց որ պատկերացրեք 10 լիտրանոց դույլի մեջ արդեն 11 լիտր ջուրն է լցվում, բայց ի տարբերություն դույլի այն չի կարող ուղղակի թափվել գետնին, եթե այն չափից շատ լինի, ուղղակի ցանցերը բան կանեն, այսպես էներգետիկների լեզվով ասած, ցանցերը 0 կնստեն, այդ նշանակում է կանջատվեն ուղղակի, մի որոշակի ժամանակով ոնց որ ապահովիչն է տան գցում, հա, ժողովրդական լեզվով ասած, մենք ինչ ենք անում այսօր հոսանքը, ավելցուկը կամ տալիս ենք Իրանին, միակ բարձրավոլտով, կամ այդ ռուբիլնիկի սխեմայով տալիս ենք Վրաստանին, տալիս ենք որն է, Իրանի հետ առանձին պայմանագիր ունենք, գազ հոսանքի դիմաց այդ բանաձևով Վրաստանին էլ ուղղակի վաճառում ենք։ Էսա տեղի ունենում եւ գնալով աճում է մեր էլեկտրաէներգիայի քանակը։ Բա ինչ պետք է անենք այդ էլեկտրաէներգիան։ Լավ չի լինի որ վաճառենք տարբեր ուղղություններով։ Բան եղան, ես ընդամենը հարցնում էի։ Հա, բայց այդտեղ բան չկա, նյարդ չկա, էլի դրա մեջ։ Ինչա տեղի ունենալու, որովհետեւ այս մասին կառուցվելու է, դա նես չի որ հիմա թղթի վրա միտեղ դրած է սեղանի տակ, որ ես այդ թուղթը հանեմ կարդամ, բայց տրամաբանությունն է, որ մուլտիմոդալ հաղորդակցության ուղիներ են կառուցվում։ Հիմա ինչի չեք հարցնում, իսկ նավթամուղ որ կառուցվի տրամագիծը լինելու է, այսքան թե այնքան, դա ինչի չեք հարցնում։ Երկաթգծի մասին ինչի չեք հարցնում։ Նոր մանրամաս երբ հայտնում եք, որովհետև այնտեղ կարա լինի կոնսպիրոլոգիա, որ իսկ կարող է մեր ցանցերից հոսանքը գողանան, մեր ցանցերը անջատեն, մեր լույսերը անջը, այդ ես կարը չակեմ։ Դուք ինձնից լավ գիտեք, պարոն Եղոյան, հանրության շրջանում ինչ խոսույթ է տարածվելու։ Ավելի լավ է տարածում։ Ես եմ տարածում։ Դուք ասելով լրագրողներ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, ես էլ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել։ Հարցին պատասխան։ Նիկոլ Փաշինյանը չի հայտարարել։ Նիկոլ Փաշինյանը պատասխան այն հարցի, թե թրիփի, կրկնում եմ, թրիփի, դա թրիփից ենք խոսում մենք։ Շատ լավ։ Այսինքն այդ 42 կիլոմետրի վրա հարց է հնչել, որ լար կառուցվեց։ Այդ լարը միացվելու է վրաց բան ադրբեջանական ցանցին։ Եվ դրա ակնհայտ պատասխանն է այո, որտեվ հո Նռնաձորից բան Մեղրի լար չի, այդքանի համար լար չի կառուցվելու։ Հասկանալի է, պարոն Եղոյան, բայց պետքա չէ, եթե հարցը հնչել է, պատասխանն էլ հնչել է, պետքա վերլուծել հասկանալ ինչա տեղի ունի ֆոն, չէ, գոյություն ունի ինչ-որ բան ներկայացնելու ֆոն, ենթատեքստ։ Ես ոնց ներկայացրեցի, ինչ-որ հատուկ կարող է կախվածության մեջ ընկնենք։ Ես ասեցի կարող է ասեցի Նիկոլ Փաշինյանը այսպիսի բան է։ Կարող է դեպի կախվածության։ Ընդհանրապես այսօր աշխարհը հարցնում եմ։ Փող կախված, այո, փող կախվածության, մեկը մյուսից կախվածության մեջ։ Հիմա որ Ադրբեջանը պիտի լավ բան հոսանքը մի կողմ դնենք, երկաթգիծը։ Հիմա ով է ումից կախվածության մեջ ընկնում։ Եթե անպայման ուզում եք մտնենք կոնֆլիկտային բառապաշարի մեջ։ Չեմ ուզում կոնֆլիկտ։ Չէ, դե կախվածությունը ինքը կոնֆլիկտային է, չէ, երբ օրինակ մարդիկ օրինակ ընկերություն են անում, օրինակ, կամ գործընկերություն են անում։ Եղոյան, ձեզ դուր է գալիս, որ մենք շատ հարցերում կախվածության մեջ ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Ռուսաստանի դեպքում, քանի որ բալանսը շատ է թեքված դեպի մի կողմ, այսինքն քանի որ չափերը շատ տարբեր են, այնպես չի որ ես կարող եմ ասել դա կապվածություն, այնպես չի էլի որ Ռուսաստանը Հայաստանից կախված է այնքան ինչքան Հայաստանը Ռուսաստանից։ Ռուսաստանի դեպքում այո կարող ենք ասել կախվածություն։ Դե ժամանակ առ ժամանակ դա ձևավորվել է, չէ՞, ժամանակի ընթացքում է դա տեղի ունեցել։ Այնպես չի որ մի գիշերում 24 ժամվա ընթացքում դա տեղի է ունեցել ու մենք 70 քանի տոկոսով տնտեսապես կախվածության մեջ ենք Ռուսաստանի Դաշնությունից։ Դա ի սկզբանե մեծի ու փոքրի, այսինքն ծանրի ու թեթևի ոնց կուզեք հարաբերությունն է։ Այս դեպքում մենք էլ է, չէ՞, այդպես։ Ադրբեջանը մեզնից մեծ է, մեզնից հարուստ է, հաղթած է։ Դա արդեն դա քարոզչական խոսույթ է, էլի։ Դա քարոզչական խոսույթ է, հաղթած է, պարտված է, դրանք քարոզչական բառեր են։ Մի հատ եկեք 26 թվական, էլի, 26 թվական։ 26 թվականին տեղի ունենում հետևյալը։ Աշխարհում առևտուրը հասել է աննախադեպ ծավալների, այս օրվանից խոսենք, եւ այդ աննախադեպ ծավալների համար աշխարհին պետք են առևտրային նոր ուղիներ։
բոլորին են պետք առևտրային նոր ուղիներ, իսկ գերտերություններին պետք է ինչքան հնարավոր է շատ վերահսկողություն, ինչքան հնարավոր է շատ ուղիների վրա, ինչպես մարդկության ողջ պատմության ընթացքում, չգիտեմ, հռոմեական կայսրությունից եւ նրանից էլ առաջ սկսած։ Հիմա հյուսիսային ճանապարհը ունի որոշակի սահմանափակումներ, հյուսիսային, այսինքն նկատի ունենք Ռուսաստանով անցնող ճանապարհ։ Այն կոչում ենք պայմանական հյուսիսային ճանապարհ, որովհետեւ երկրագնդի հյուսիսային մասում է գտնվում։ Պատերազմ, որոշակի սանկցիաներ եւ այլ եւ այլ։ Հարավային ճանապարհը, այսինքն հնդկական օվկիանոս, այնտեղից կամ Աֆրիկայի հարավ, կամ Սուեզի ջրանց, Կարմիր ծով, ելի ունի որոշակի սահմանափակումներ, կոնֆլիկտներ, այնտեղ ծովահեններ, Եմենում էլի որոշակի խնդիրներ եւ այլն, Սուեզի ջրանցքի տարողունակության հարցը, որը էլի շատ բան է, այսպես գեծարաբեռնված է աշխատում եւ աշխարհը մանա գալիս նոր ուղիներ եւ գտելը դա այդ երկուսի մեջտեղում, դրա համար այն կոչվում է միջին միջանցք, այսինքն այն ճանապարհը, որը անցնում է պայմանական, այսպես ասենք, Ռուսաստանի եւ Իրանի մեջտեղով, այսինքն ոչ հարավով, ոչ էլ հյուսիսով։ Եվ հիմա Հայաստանը մաս է դառնում այդ նոր հաղորդակցության ուղիների, համագործակցելով ԱՄՆ-ի հետ, կառուցում է նոր ենթակառուցվածք, որը ոչ միայն վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին, ասեմ ավելին, բացի Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերելուց, միգուցե էլ ավելի շատ վերաբերում է ընդհանրապես աշխարհին, օրինակ Չինաստանին եւ Ֆրանսիային, օրինակ Ղազախստանին եւ Գերմանիային, օրինակներ եմ սրանք բերում։ Ահա այս մեծ պրոյեկտի մեջ դուք մեծ պրոյեկտը նայեք։ Տեսեք, արդյոք պայմանները շահավետ են այս մեծ պրոյեկտի։ Արդյոք ինչ է Հայաստանը ստանալու։ Հիմա նույն հաջողությամբ ես կարող եմ ասել օրինակ, մենք Չինաստանից կընկնի կախվածության մեջ, որ Չինաստանից հոսանքը Չինաստանից էլ կարող է օրինակ հոսանք գա, չէ՞, բայց ինչի՞ չեք հարցնում, կամ Ղազախստանից հոսանք գա, կամ նավթ գա, կամ դե ես համակարգիչ չեմ, որ այդ ամեն ինչը տրիփի մասին մենք այնքան քիչ բան գիտենք։ Ինչ որ նոր բան լինում է, հարցնում ենք։ Ինչ նոր բան ասեք, ես նորից հարցնելու եմ։ Գիտեք, ամբողջ 8 էջանոց փաստաթուղթը հրապարակվեց։ Դուք ինչ գիտեք, ես էլ այդ 8 էջից ավել բան չգիտեմ։ Այդ 8 էջն է, այս պահին այդ 8 էջն է։ Հարց կա 8 էջի վերաբերյալ։ Trip-ը ձեր գործընկերներից մեկը է տաղավարում, երբ հարցրեցի երբ է մեկնարկելու, արդեն մեկնարկել է process-ը, ընդհանուր առմամբ այս ներդրումներ երբ է էքսկավատորի առաջին ուրեմն կովշը խփելու գետին։ Ասից միգուցե 10 տարի, 20 տարի, ինչքան ժամանակ երբ է մեկնարկելու թե ավարտվելու։ Երբ է սկսելու առհասարակ այս տարի հայտարարվել է, այս տարի սկսվելու են աշխատանքները շինարարական։ Այս տարի հիմա արդեն շրջանակը որոշվեց, այս անկերությունը կստեղծվի, շինարարությունը կսկսվի այս տարվա երկրորդ կեսին։ Հայտարարվել է դա։ Չէ՞ ինչ 10 տարի։ Միգուցե նկատի ունեցել, որ ամբողջական, վերջնական այդ թվում էլեկտրալարեր եւ այլ կարող է 10 տարի, բայց չեմ կարծում որ այդքան երկար տևի, շատ օպերատիվ։ Դուք ներկայացնում եք որպես շատ լավ հնարավորություն Հայաստանի Հանրապետության համար։ Այսինքն մենք շանս ունենք մեր տարածաշրջանը դարձնել կիրառելի ամբողջ աշխարհի համար ու օգտվել դրանից։ Նու այդ կախվածությունը, որ ասում եմ, մենք կարանք այնպես անենք, որ այդ կախվածության մեջ հայտնվեն շատերը մեզնից։ Արդյոք մենք կարողանում ենք դա ճիշտ վաճառել։ Դե դուք ասեք։ Դուք ասեք։ Ես ինչ ասեմ։ Ընկերություն է ստեղծվում գրեթե ամբողջությամբ ամերիկյան ներդրումներով, այսինքն նախնական ներդրումը, շինարարությունը, այդ ընկերությունը Հայաստանում վճարելու է շահութահարկ, ինչպես բոլորը, այսինքն շահութահարկով աշխատող ընկերությունները 18%, տակի մնացած շահույթը, մնացած 82, պայմանական ասենք $100 միլիոն շահույթ եղավ, $18 միլիոն գնաց պետական բյուջե, տակի մնացած $82 միլիոն 26%-ը էլի գնում է Հայաստանի Հանրապետությանը որպես շահաբաժին, մոտավորապես 21-21.5 միլիոն $, 82-ի 26%-ը։ Այնտեղ տակը մնում է մոտ 60-61 միլիոն $, դա էլ գնում է ամերիկյան կողմին որպես իրենց շահաբաժին, որպես իրենց հետգնելիության թիվ։ Սա զուտ եթե բիզնես տեսանկյունից նայենք, լավ է թե լավ չի։ Այսինքն Հայաստանի Հանրապետությունը տալիս է կառուցապատման իրավունք, փաստացի ստանալով շահույթի 40%-ը։ Սա լավ է թե լավ չի։ Դուք օրինակ որպես անհատ, եթե օրինակ ունեն ձեր տարածքը տայիք կառուցապատման, որևէ բիզնեսի համար, դուք հենց ձեզ եմ հարցնում։
այդ բիզնեսմենը ասել դե որ կառուցեմ վերջացնեմ, շահույթի 40%-ը կտամ քեզ, 60-ը կպահեմ ինձ, կհամաձայնեիք, թե դա կհամարեիք հաջողված գործարք, թե կասեիք չէ, 80%-ը շահույթի պետք է տասից 20%-ը պահես քեզ, բայց շենքը դու պետք է կառուցես, դու պետք է աշխատացնես, դու պետք է ապահովես դրա շուրջ ուրեմն նորմալ առևտրային եւ շուկայական նորմալ միջավայր Չինաստանից մինչև Եվրոպա եւ Ամերիկա այդ լոգիստիկ շղթան դու այդ ամեն ինչ դու պետք է անես ես մենակ կառուցապատման իրավունքն եմ թույլտվություն եմ տալիս որ իմ տարածքի վրա այդ բիզնեսը դնես այդքան բան կարծում եմ շատ հաջողված թիվա ել չասած մյուս էֆեկտը մուլտիպլիկատիվ էֆեկտը դրանից հետևող այլ էֆեկտները ասենք հիմա ֆիչում մեր դիրքերը բարելավվեցին, իսկ Fitch-ին, Moody's-ին իրենց ուրեմն վարկանիշային աղյուսակներին բոլորն են հետևում, բոլոր աշխարհի բոլոր ներդրողները բացում նայում են, որ երկրում ինչ ներդրում են միջավայրը ըստ հոչեն հաթ բոլորի մասնյակ չունեն տեղեկություն, բացում են նայում են Fitch-ը, Moody's-ը ինչ է ասում, ըստ դրա որոշում են այդ երկրում ներդրում անեն, թե չանեն։ Տուրիստը մյուս աղյուսակներն անայում անվտանգություն, չգիտեմ, հարմարավետություն, սպասարկման որակ, սա, որոշումը գա, թե չգա։ Իհարկե լավ է։ Անվտանգության ռիսկերը նվազում են այս ֆոնին, ոնց է։ Միանշանակ։ Իհարկե։ Նվազում են համեմատած եղածի հետ, այո, նվազում են։ Եթե ասեք արդյոք այդ ռիսկերը գնում հավասարվում են շվեյցարիայի անվտանգության ռիսկերին, դե չէ, մեր տարածաշրջանը դա թույլ չի տալիս։ Հա, չնայած եթե սեն շարունակենք, կարանք եւ այո հավասարվենք, եթե չտապալենք, եթե մեր որոշ քաղաքական ուժեր չփորձեն տապալել այս process-ը, կհասնենք այո հենց շվեյցարական անվտանգային մակարդակին։ Բայց կարծես թե այն քաղաքական ուժերը, որոնք 26 թվականի ընտրություններին ձեզ այդ պայքարի մեջ են լինելու, հիմնովին դեմ չեն TRIP-ին։ Պարզապես կամ ոչ հիմնովին էլ չեն կարող դեմ լինել, ձեզ ասեմ։ Ոչ հիմնովին էլ, իրանք չեն կարող ոչ հիմնովին դեմ լինել։ Իրանք չունեն այդ ռեսուրսը, նույնիսկ թեթևակի դրան դեմ լինելու եւ Հայաստանն էլ չունի այդ շռայլությունը տարբեր տեսակի կողքից բաներ կպցնելու, չգիտեմ, մոդիֆիկացիաներ անելու, որովհետեւ մենք գտել ենք իդեալական բալանսը։ Իդեալական բալանսը մենք գտել ենք արդեն իսկ մի կետ, որտեղ Հայաստանի Հանրապետության կարմիր գծերը պահպանվում են, իսկ գերտերությունների կենսական շահերը չեն ոտնահարվում։ Այսինքն այդ կետը այդքան շատ չի էլի այդ դիապազոնի մեջ, դա մի փոքրիկ այն ճապոնական բաները տեսել եք, չէ՞, որ հետաքրքիր ասած բաներն է սարքում տարբեր կշռի քարերով, վերջում հետաքրքիր մի էսպիսի արձանիկ է ստացվում։ Մի կետ է, որտեղ պիտի գաս ու այդ հավասարումը բռնես։ Մի միլիմետր աճ կամ ձախանես, կարող է այդ արձանիկը քանդվի։ Պարոն Եղոյան, շատ կարևոր է այստեղ նշել, որոնք են մեր կարմիր գծերը։ Ինքնիշխանություն, իրավազորություն, տարածքային ամբողջականություն։ Դրանք մեր կարմիր գծերն են։ Եմ հիշում եք, որ ասում էին, մաքսակետ լինելու է, թե չէ, այդի մեր կարմիր գիծն է։ Վերահսկողություն լինելու է, թե չէ, այդ դա մեր կարմիր գիծն է, ինչը եւ պահպանվել է։ Դա է։ Մեր կարմիր գծեր, որոնք շատ պետություններ չեն կարողացել պահպանել։ Այսօր մեզանից անգամներով ավելի հզոր պետություններ այդ կարմիր գծերը չեն կարողանում ապահովել այս խառը աշխարհում։ Երկու հարց կա, որ ես մշտապես հարցնում եմ ու պատասխանը լիարժեքորեն չեմ ստանում։ Այ դուք ասում եք, որ TRIP-ը մեկնարկել է արդեն process-ի մեջ է, ամեն ինչ լավ է լինելու, մեր ինքնիշխանությունը պահպանվելու է։ Երկու հարց կա, որ սրա ֆոնին հնչում է։ Մեկը մեր գերիների հարցը, մենք դեռ վերջնական լուծում չունենք այդ հարցին, չնայած որ շատ գովելի է, որ 4 գերիներ վերադարձան, եւ երկրորդ հարցը մենք ունենք օկուպացված տարածքներ, ջերմուկի հատվածներ։ Դա իրական, դա ես ուղղակի մի բան ձեզ չեմ ասում էլի, բայց ինչ եք կարծում, դա իրական անկեղծ այդ քաղաքական ուժերը, որոնք այդ հարցը բարձրացնում են հատկապես տարածքների հետ կապված, դա իրական անկեղծ մտահոգություն է։ Ես եմ բարձրացնում այդ հարցը։ Դուք բարձրացնում եք այդ հարցը։ Ես ձեզ հարցնում եմ, ինձ անհանգստացնում է այդ հարցը որպես եւ լրագրող եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ TRIP-ը շատ լավ է, համաձայն եմ, լավ է։ Իսկ մեր տարածքները, Ադրբեջանը չի պատրաստվում, ճանաչի այդ ամբողջը։ Արդեն ճանաչել է։ Ճանաչել է, բայց դուրս չեն գալիս։ Որովհետև պետքա տեղի ունենա սահմանազատում եւ սահմանագծում։ Մի բան, որը տեղի ունենալու։ Երբ է դա տեղի ունենալու։ Ամսաթվով ասեմ։ Թե չէ պայմանավորվածություն կա։ Օրինակ։
Այդ մասով երբ է տեղի ունենալու մոտ ամսաթվով չեմ կարող ասել, կներեք։ Ամսաթվով, որովհետև դա քաղաքական process է։ Բան եղան, մենք Հիմա դուք նույնիսկ չեք կարող ասել, ես երբ կլինեի ձեր տաղավարում 100% ճշտությամբ, եթե ձեզ մեկը հարցներ։ Կարող է ինչ-որ պլաններ փոխվեն, կարող է 2 ժամ ուշ գայի, կարող է չեղարկվել այսօրվա մեր հարցազրույցը։ Ընդ որում սա 2 հոգու միջև կայացված պայմանավորվածություն է։ Ես կարծիք կկազմեի ձեր մասին եւ այդ որ դուք կամ դիտավորյալ չեք գալիս, կամ դուք պարտաճանած չեք։ Հետևաբար Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մտածում է, որ կամ դուք դիտավորյալ չեք այս հարցը քննարկում, կամ դուք առաջնային չեք համարում այս հարցը։ Հայաստանի Հանրապետությունը սրանից 3-4 տարի առաջ կանգնած էր էգզիստենցիալ խնդիրների առաջ։ Էգզիստենցիալ խնդիրների առաջ, եթե դուք օրինակ պատկերացնենք, դուք շատ ծանր վիրավոր եք եւ ձեր կյանքը կախված է մազից եւ ձեզ հիմա տանում են հիվանդանոց վիրահատելու դուք ուզում եք ասել որ կհարցնեք վիրահատությունից հետո եւ ձեզ ասեն դուք արդեն կազդուրվում եք կյանքին վտանգ չի սպառնում բայց խնդիրներ ունենք մարմնի այս կամ այն մասում դեռ ժամանակ է պետք այնտեղ ավելի երկար պետքա թերապիա անցնեք ասենք չգիտեմ ձեր ձեռքն է կոտրված կամ ոտքն է դեռ ոսկորը չի կպել դեռ ամբողջությամբ դուք ինչ եք ասելու եք իսկ ինչի մինչև ձեռքս չկպցնելը դուք այդ անցակ են ավելի կարևոր մեծ հարցին իմ կյանքը փրկելուն մենք կյանք փրկելու հարց ենք հարցի առաջ ենք կանգնած եղել դուք այդպես չեք ասելու չէ թե դա ձեր վերաբերի հենց ձեր կյանքին չեք ասելու իսկ նույնիսկ եթե ինչ-որ բան հանկարծ մի քիչ ուշանա ինչ-որ սխալներ այնտեղ լինեն կամ նույնիսկ չարակամություն եթե լինի դուք չեք ասի չէ ու չէ այս ոնց եղավ կյանքս փրկվեց իսկ օրինակ իմ ոսկորը դեռ չի կպել դեռ գիպսի մեջ է իմ ձեռքի ոսկորը ես համաձայն չեմ իսկ ինչ պիտի արվի պիտի ասենք մինչև ձեռքի ոսկորը չկպնի կյանքի փրկելու գործողությանը չանդրադառնալ ես նման բան ես հարցնում եմ ասում եմ երբ է տեղի ունենալու դա ես չեմ կարող ամսաթվի ճշտությամբ ասել տեղի կունենա խաղաղության հաստատմանը զուգահեռ ինչքան ավելի լավ արագ հաստատվի խաղաղությունը ինչքան ավելի այդ ձեր ասած այդ փոխկախվածությունները հաստատվեն դուք ասում եք կախվածություն ես ասեմ փոխկախվածություն ինչքան ավելի դրա այդ նյարդը թուլանա այսինքն այդ տարածք ունենալու այս սարի գլխին լինելու այն սարի գլխին լինելու այն սարից այն ճանապարհը վերահսկելու այդ նյարդը կոնֆլիկտային միջավայրը կոնֆլիկտային տրամաբանությունը ինչքան թուլանա այնքան մեծ է հավանականությունը որ այդ հարցը ավելի արագ կլուծվի շատ հեշտ շատ պարզ ինչպես բոլոր հարցերում աշխատում եք մի խոսքով այդ ուղղությամբ միանշանակ ես անպայման պիտի ասեմ որ հիմա կիրանցում էլ կան բազմաթիվ տարածքներ որոնք անցել են Հայաստանի Հանրապետության վերահսկման։ Ինչի համար պիտի ասեմ, ինչի համար պիտի ասեմ։ Ո՞վ պիտի ասի։ Ոչ մեկ։ Ոչ մեկ։ Որտեղից իմանան մարդիկ։ Անպայման չի դա իմանալ։ Անպայման չի դա իմանալ։ Թող իմանան, որ եղել է մեր սուվերեն տարածքի սահմանագծում։ Պետք չի ես Հայաստանը եւ Ադրբեջանը, լսեք, տարբեր քաղաքական կառուցվածքներ ունեցող պետություն է։ Սա պետք է հասկանալ։ Այն խոսքի ազատությունը, որ դուք ես, մենք բոլորս հիմա ունենք ինչ ուզես ասես, ինչ ուզես խոսաս, ում ուզես վիրավորես, թեև դա շատ վատ բան է։ Այնտեղ այլ իշխանության այլ կառուցվածք է եւ այլ տրամաբանություն է։ Մեզ պետք չի այստեղ երկու ձայն ավել ստանալու համար վեր կենալ եւ դրա մասին գլուխ գովալ։ Եվ խնդիրներ սարքել, լրագրողներ որոշ լրագրողների նման գնալ հարցակվել գյուղապետի վրա, նայել, ասի գիտեք, այսքան տուն է մեզ մնացել, նա մյուս օրը գնա այդ լուրը գնա ադրբեջանական մեդիա ու process-ը որոշակիորեն տուժի դրանից։ Մեզ դա պետք չի, մնացել են այդ քանի տները, մնացել են։ Ոչինչ, լավ է եղել մնացել են, թող մարդիկ գնան օգտվեն։ Կամ այդ հողատարածքները մնացել են, լավ է եղել։ Թող մարդիկ գնան օգտվեն։ Պետք չի ամեն մի այդ անդիմության նման մենք դրա կարիքը չունենք։ Ամեն մի այդ փոքր նկատի ունեմ պետության անվտանգության հետ համեմատած փոքր ձեռքբերումը բան անենք։ Հելնենք կահարենք ինչա թե ասենք մի 1000 ձեն ավել պիտի ստանանք դրանից ընտրության ժամանակ մարդիկ թող տեսնեն թող գնան նայեն թող գնան իրաց ֆոտով կիրանցում թող գնան եթե այդքան հետաքրքրված են հենա վարչապետը խմբերի է տանում թող գնան նայեն տեսնեն ինչքան տարածքներ որ նախ կամ մինապատ էին այսինքն այնտեղ մարդու ոտքը չէր կարող
Մարդը ոտք չէր դնում, ոչ էլ մշակում էր, ոչ էլ անասուն էր այնտեղ մտնում, ասենք արասի եւ այլն։ Տարածքներ, որոնք նեյտրալ զոնայում են եւ ընդհանրապես տարածքներ, որոնք նույնիսկ նեյտրալ զոնայից ավելի հետ էին գտնվում, այսինքն տարածք, որտեղ գիծն էր, խրամատ էր, ադրբեջանական զորքի խրամատ էր։ Պարոն Եղոյան, այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է մի վիճակագրության, որ վերջին տարիներին ավտոճանապարհային նյութերից մահերի թիվը կրճատվել է։ Կարծում եք դա ավելի կարիք ունի հայտարարելու, քան այն, որտեվ այդտեղ չկա մի դիմացը մի կողմ, որը կարա դա լսի ու խաթարի այդ վիճակագրությունը, հասկանում եք։ Այդտեղի դիմացի կողմը այդ ճանապարհն է, ճանապարհային վթարն է, այսինքն մի ինչ-որ անհատ չի, մի ինչ-որ սուբյեկտ չի դիմաց այդ կանգնած, այդ մահերը, որտեղի, այսինքն այդ մարդիկ, որ չեն տուժել վթարներում, այնպես չի էլի, որ դիմացը մի ինչ-որ ուժ կար, այդ դիմացի ուժը դժբախտ պատահարն էր, այնպես չի, որ դժբախտ պատահարը, չար աչքը կամ մեքենայի արգելակը լսելու է այդ խոսքը եւ դրան հակառակ գործի է ստարի, բայց լավ լուր է, որ այդքան ավելի նվազել է թեև հələ էլի տեղ կա նվազելու, այդ լավ լուրը հայտնել է, ինչ խնդիր կա այդտեղ։ Այսինքն process-ը չի խափանվի դրանից, այնպես չի, որ մեքենայի արգելակները կլսեն եւ աչքով կտանք եւ մյուս անգամ չեն պահի արգելակները։ Ճիշտ եմ հասկանում, որ սահմանային ցանկացած իրավիճակ այդպես անընդհատ հայտարարելուց վտանգ կա, որ ադրբեջանական կողմը կարող է հակադարձ գործողություն։ Դա ես պիտի ասեմ։ Ես դա դուք դա պիտի ասեք, դուք էլ եք իշխանություն, էլի ինչ որ չափով։ Հանրային կարծիքի վրա մեծ, ասենք դուք ես պիտի ասեմ դա, անպայման դուք ուզում եք դա լսել իշխող ֆրակցիայի պատգամ։ Այո, ես ուզում եմ լսել իշխող ֆրակցիայից։ Շատ վատ է դա։ Դա նշանակում է շատ վատ է, դա ժողովրդավարության եւ ազատ խոսքի չարաշահում է, որովհետեւ դուք իմանալով, որ իմ խոսքը կարող է վնաս բերի, եթե սխալ բան ասեմ մեր պետությանը, այնուամենայնիվ ուզում եք, որ ես դա ասեմ։ Բայց դուք ինչ եք ուզում սխալ բան ասել, ճիշտ ասեք։ Չէ, ճիշտ բան, որը դե գիտեք, այսպեսի խոսք կա, չէ, ասում եմ բավական չէ լինել միայն ճիշտ, պետք է լինել ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին։ Այսինքն, հա, շատ ճիշտ բաներ կան այս աշխարհում, ուզում եք հիմա լիքը ճիշտ բաներ ասեմ, ու դա դառնա, ուզում եք ճիշտ, էլ ինչ կարծիք եք ուզում ինձանից լսել։ ԱՄՆ-ի, Չինաստանի, Ռուսաստանի, Եվրամիության մասին, էլ ինչ ուզում եք ասեմ այն ամեն ինչ աշխարհում ամեն ինչի մասին ես մտածում եմ, անկեղծ ասեմ, սկսենք։ Ինչ եմ մտածում ես, ասեք, դե սկսենք։ Ուզում եք մեր միջազգային սկանդալի պատճառ դառնանք, օրինակ։ Չեք ուզում։ Դե, եթե չեք ուզում, ասենք ես ասեցի, բավականին բաց։ Բայց ես անկեղծ չեմ հասկանում, սկանդալը այդտեղ որն է։ Այն հարցը, որ մենք քննարկում ենք։ Ասել կներեք։ Ես այսքանից ավելին չեմ կարող ասել, կներեք։ Շատ լավ, պարոն Եղոյան։ Դավոսում խաղաղության խորհուրդ է ձևավորվեց ավելի կոնկրետ, խոսույթ է շրջանառվում, որ կարծես թե Թրամփը ուզում է ստեղծի նոր ՄԱԿ։ Այս աշխարհակարգի փոփոխման ֆոնին արդյոք նման տեսակետ դուք համարում եք ես այդ նամակը կարդացի, չէի ասի, հենց այդպիսի տպավորություն ստացա, բայց այն որ նոր միջազգային կազմակերպություն է ուզում, այսինքն այդպես էլ գրված է նամակում։ International Organization, այսինքն եթե ես ճիշտ եմ կարողանում հասկանալ բառերը բառացի գրված է միջազգային կազմակերպություն, հիմա այստեղ չգիտեմ, դա հենց բառացի նկատի ունի հենց բառացի միջազգային կազմակերպություն, թե մի կազմակերպություն, որը կզբաղվի միջազգային հարցերով, ոչ այն դասական իրավաբանական իմաստով միջազգային կազմակերպություն, տեսնենք, որ տարբերակն էլ որ լինի, մենք մասնակցում ենք դրան, որովհետև մենք շատ լավ գործընկերներ ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, իրենք էլ մեր համար շատ լավ գործընկերներ են։ Ինչ խնդիր կա։ Մենք մի քանի րոպե ժամանակ ունենք, մինչ զրույցը ավարտվի։ Եվրոպայի վիճակը այսօր մեղմ ասած այնքան լավ չի կամ ինչքան որ եղել է, չէ՞։ Եվ մենք գնում ենք եվրոինտեգրման ճանապարհով։ Ուր ենք գնում մենք, պարոն Եղոյան։ Եվրոպայի վիճակը, եթե նկատում եք տնտեսական վիճակը, բոլոր առումներով ճգնաժամերը խորանում են։ Տեսեք, ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ։ Դուք Եվրոպայի վիճակը ոչ թե պիտի համեմատեք 50-ական, 60-ական, 70-ականների Եվրոպայի վիճակի հետ, այլ պիտի համատեք մեր վիճակի հետ։ Մեր վիճակի հետ։
Հա, ասենք կարող է հիմա օրինակ մի որևէ միլիարդատեր ասում են, չէ, այսօր օրինակ Իլոն Մասկը կորցրեց, չգիտեմ, 20 միլիարդ կապիտալ։ Նայում ես դա 20 միլիարդ ինչ է կորցրել, ասենք 250 միլիարդ ուներ, դարձել է 230 միլիարդ, ասենք վա, ինչ վատ են գնում Իլոն Մասկի գործերը, եկեք իր հետ ասենք գործ չբռնենք, բայց դուք պետք է նայեք, իսկ դուք որտեղ եք գտնվում այդ վիճակագրության մեջ։ Այո, Եվրամիությունում կան որոշակի հարցեր, տարբեր բնույթի, եւ տնտեսական, եւ օբյեկտիվ տնտեսության մեջ լինում են այդպիսի ցիկլիկ որոշակի բաներ, ստագնացիաներ, գիտեք, որ զարգացած պետությունները ավելի դանդաղ են սկսում զարգանալ, քան զարգացող պետությունները, ու դա բնական է։ Էլ չասած սանկցիաների հետևանքով որոշակի այնտեղ սահմանափակումներ կան, այդ ամեն ինչը կա, բայց մենք այդ հարաբերության մեջ մենք հենց այդտեղ չենք հասել։ Մենք չենք հասել, մենք շրջին ընկնող, ասենք 40,000 դոլար հնային, որ ասենք այ կարող է մենք միանանք իրանց ազատ տնտեսական գոտուն եւ մեր 40,000 դոլար մեկ շնչին ընկնող հնան հանկարծ պակասի դառնա 35,000 դոլար։ Այդ ոնց կլինի։ Այնց գործերը ինչքան էլ վատ լինեն, Լեհաստանը մտնում է հեսա մեծ 20-յակի մեջ։ Առաջին անգամ 1 տրիլիոնը անցավ իր բանով հնայով համախառն ներքին արդյունքը ամբողջ պետության 1 տրիլիոնը անցավ առաջին անգամ պատմության մեջ մյուս պետություններում էլի լավ այո կարող է աճի տեմպը որոշակիորեն դանդաղել է կարող է այնտեղի զարգացած պետություններում կա որոշակի նկատներում ասենք տնտեսապես զարգացած Նիդերլանդներում թող լինի Գերմանիայում ասում կարող է հասկացան գազը մի քիչ թանկացել է հոսանքը մի քիչ թանկացել է կա որոշակի բողոք աչական ուժերը մի քիչ թափ են հավաքում միգրացիայի դեմ կա որոշակի բայց այս դրանք մեզ չվերաբերող հարցեր են մենք այդ լիգայում չենք դեռ որ այդ լիգայի մասին այդ լիգայի մտահոգությունները մեր վրա ազդեն մենք հələ պետք է հասնենք այնտեղ հետո նոր ասենք վայ այս խնդիրը որ կա մեր վրա կարող է ազդի մենք դեռ իրենց այդ համագործակցությունը մեզ հիմա միայն օգուտ է բերելու միայն օգուտ եւ դրա համար մենք հələ շատ աշխատանք պիտի տանենք մի խոսքով ամեն ինչ լավ է լինելու ընդհանուր վերցրած ամեն ինչ չի կարող լինել լավ, որոշ բաներ լինում են լավ, որոշ բաներ լինում են միջին հաջողությամբ, որոշ բաներ կարող է լինեն վատ։ Ամեն ինչ այս կյանքում երբեք լավ չի լինում, պետք է ուղղակի ճիշտ գնահատել թե իսկ ինչն է լավ լինում։ Կենսական հարցերում այո, ամեն ինչ լավ է լինելու։ Կենսական հարցերում, կարմիր գծերի հարցում այո, ամեն ինչ լավ է լինելու, պետականության, ինքնիշխանության, պահպանության, տարբեր տեսակի հիբրիդային հարձակումները հետ մղելու հարցում այո, ամեն ինչ լավ է լինելու։ Բա որ հարցում է վատ լինելու։ Նու կարող է ասենք թե ձյունգա ձմռանը սառցակալի եւ ձմռանը ավտովթարների թիվը փոքրինչ աճի։ Այդ հարցում հələ պետք է աշխատենք։ Այդ հարցում դեռ աշխատելու տեղ ունենք։ Չգիտեմ, կարող է տնտեսությունը ունենա ոչ թե 7%-ի աճ, այլ 6%-ի աճ, օրինակ։ Այդ նման հարցեր կարող է լինեն, բայց կենսական հարցերում ամեն ինչ լինելու է լավ, բայց կենտրոնացեք լավի վրա դուք։ Հա? Կենտրոնանանք, պարոն Եվգեն։ Շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Իհարկե ես կուզեի, որ մենք զրույցը շարունակենք, բայց ցավոք եթերը։ Ես դուք խոստացել եք, տեսեք, եթերում եք խոստացել։ Շատ լավ։ Մենք անպայման այս տաղավարում եւս մեկ անգամ կհանդիպենք, մեզ լսողներին եւ դիտողներին հիշեցնեմ, որ առաջին խոսափողի մոտ Թարմուղեղով իմ զրուցակից Արման Եղոյանն էր, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորը, ինչպես նաեւ Եվրոինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը։ Իսկ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը, կհանդիպենք։